ԱՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է Իրանը եւ ԱՄՆ-ն միջուկային հարցերի շուրջ համաձայնության հասնելու բավականին մոտ են։ Նրա խոսքով գործակալությունը ներկայիս բանակցային գործընթացի անմիջական կողմ չէ, սակայն կապեր է պահպանում երկու կողմերի հետ։ Գրոսին նշել է, հենց միջուկային թեմատիկայի շրջանակում կողմերի դիրքորոշումները զգալիորեն մոտեցել են։ Նա ընդգծել է, մնացած քաղաքական եւ տարածաշրջանային հարցերը չեն մտնում իր իրավասությունների շրջանակում։ Վերջինս հավելել է, առնվազն միջուկային ոլորտում համաձայնության ձեռքբերման հավանականությունը միանգամայն իրական է։ ԱՄՆ զինված ուժերի հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է Դվինա լցանավի կալանման մասին։ Հրամանատարության տվյալներով նավը նավարկել է առանց դրոշի եւ գտնվել է պատժամիջոցների տակ։ Գործողությունը իրականացվել է Հնդկական օվկիանոսում գիշերային ժամերին։ Ամերիկյան կողմը հայտնել է, շարունակելու է միջազգային ծովային գործողությունները ապօրինի գործունեությունը կանխելու նպատակով։ Հայտարարության մեջ նշվում է, Վաշինգտոնը մտադիր է հայտնաբերել եւ կալանել այն նավերը, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերում Իրանին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Այաթոլլա Մոջթաբա Խամենեին անվտանգության պատճառներով հազվադեպ է հայտնվում հանրության առջև։ Նրա խոսքով համապատասխան կառույցները խորհուրդ չեն տալիս, որ Իրանի գերագույն առաջնորդը հաճախ ներկայանա հանրային միջոցառումներին։ Արաղչին ընդգծել է, Խամենեին շարունակում է ակտիվորեն մասնակցել երկրի կառավարման գործընթացներին։ Նա նշել է, գերագույն առաջնորդը պահպանում է ռազմավարական որոշումների վրա ազդեցության բոլոր հիմնական լծակները։ Արտգործնախարարը նաև հայտնել է, Իրանի իշխանությունները մշտական կապի մեջ են վերջինիս հետ։ Բլումբերգի տվյալներով Ուկրաինան լարվածությամբ հետևում է Ռուսաստանի բալիստիկ հրթիռների արտադրության աճին։ Աղբյուրների փոխանցմամբ Ռուսաստանը ոչ միայն մեծացնում է արտադրության ծավալները, այլև կատարելագործում հրթիռների հնարավորությունները։ Այս իրավիճակում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս դիմել է դաշնակիցներին Պատրիոտ համակարգերի լրացուցիչ հրթիռներ տրամադրելու խնդրանքով, սակայն Եվրոպայում զինամթերքի պաշարների նվազման պատճառով այդ փորձերը դեռ արդյունք չեն տվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմագերիների նոր փոխանակման մասին։ Փոխանակումը իրականացվել է 185-185-ի դիմաց ձևաչափով։ Վերադարձված ռուսաստանցի զինվորականներ ներկայումս գտնվում են Բելարուսի տարածքում։ Նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես հաստատել է ռազմագերիների փոխանակման փաստը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է այլ ակտիվացնել ԵՄ ընդլայնման վերաբերյալ հանրային իրազեկումը։ Նրա խոսքով տեխնացու երկրները պետք է ավելի ակտիվ բացատրեն իրենց քաղաքացիներին Եվրամիության անդամակցելու առավելությունները։ Ֆոն դեր Լայենը նշել է, նույն աշխատանքը պետք է իրականացվի նաև Եվրամիության անդամ պետություններում։ Նա Արևմտյան Բալկանների երկրներին խոստացել է ավելի քան 500 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորում։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև դրական է գնահատել Եվրամիության անդամակցության ընթացակարգերի պարզեցման գաղափարը։ Financial Times-ը հայտնում է, Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի անդամները խոչընդոտել են մի շարք խոշոր ռազմական ծրագրերի իրականացմանը։ Խոսքը վերաբերում է ավելի քան 1 միլիարդ եվրո ընդհանուր արժեք ունեցող պաշտպանական պայմանագրերին։ Հունվարին արգելափակվել է 600 միլիոն եվրո արժողությամբ հետախուզական համակարգի մատակարարման պայմանագիրը։ Փետրվարին կասեցվել է նաև 462 միլիոն եվրո արժողությամբ լազերային պաշտպանական համակարգի նախագիծը։ Պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել, նշելով, լրացուցիչ վերահսկողությունը դանդաղեցնում է բանակի արդիականացումը։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, Եվրոպան շահագրգռված է Ռուսաստանի հետ քննարկումներ անցկացնելու հարցում։ Նա նշել է, խոսքը վերաբերում է անվտանգության քաղաքականությանը, բարիդրացիական հարաբերություններին եւ Ուկրաինայի շահերի պաշտպանությանը։ Մակրոնի խոսքով Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են մշակել ինչպես հրադադարի, այնպես էլ ապագա խաղաղության ծրագրի տարբերակներ։ Ֆրանսիայի նախագահը կրկնել է, Փարիզը միշտ աջակցել է ուղիղ բանակցություններին։ Նա նաև ընդգծել է, Եվրոպան պետք է ներկա լինի ապագա բանակցային գործընթացում։ ԱՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, Իրանի հարստացված ուրանը շարունակում է մնալ նախկին տեղակայման վայրերում։ Նրա խոսքով գործակալության գնահատմամբ նյութերը գտնվում են այն նույն օբյեկտներում, որոնք հարձակման են ենթարկվել 2025 թվականին։ Գրոսին նշել է, այդ մասին տեղեկացրել են նաև Իրանի իշխանությունները։ Միաժամանակ նա ընդգծել է, ԱՄԳ-ն պետք է վերադառնա տեղանք եւ իրականացնի ստուգումներ։ Գործակալությունը մտադիր է հստակեցնել միջուկային նյութերի գտնվելու վայրը եւ քանակը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, Լիբանանի հետ հրադադարի շուրջ վերջնական համաձայնագիր դեռ գոյություն չունի։ Նա նշել է, Հեզբոլլահը չի ընդունել ԱՄՆ-ի միջնորդությամբ մշակված առաջարկի պայմանները։ Ynet-ի տվյալներով նախարարները քննադատել են հրադադարի ներկայիս տարբերակը։ Կառավարության անդամները պահանջել են հարցը ներկայացնել կաբինետի քվեարկությանը։ Նեթանյահուն ընդգծել է, որ մինչև Հեզբոլլահի համաձայնությունը որևէ փաստաթուղթ չի հաստատվի։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Նատալի Լուազոին եւ առաքելության ներկայացուցիչներին։ Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը նշել է, վստահ ենք, որ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով, սակայն շատ կարևոր է, որ մեր գործընկերները դիտորդական առաքելություն իրականացնեն եւ իրենց գնահատականը տան, թե որքանով ենք մենք ապահովում այդ ամենը։ Կարող եմ ասել, որ այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար։ Դրանք չափազանց կարևոր են եւ մեծ նշանակություն ունեն, նշել է Խաչատուրյանը։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում Ռուսաստանի ապագայի վերաբերյալ հնչել են իրարամերժ մոտեցումներ։ Մասնակիցների մի մասը հայտարարել է Մոսկվան պետք է շարունակի դիմակայությունը արևմուտքի հետ եւ պատրաստվի երկարատև հակամարտության։ Մյուսները շեշտել են Ուկրաինայի պատերազմի ավարտը կարող է բացել նոր տնտեսական հնարավորություններ Ռուսաստանի համար։ Գերմանիայի այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Մարկուս Ֆրոն Մայերը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլերին եւ Վլադիմիր Պուտինի խորհրդական Կիրիլ Դմիտրիևին։ Քննարկումների առանցքում եղել է Nord Stream գազատարի հնարավոր վերագործարկումը եւ ռուսական գազի մատակարարումների վերականգնումը։ Ֆրոն Մայերը հայտարարել է Գերմանիայի տնտեսական խնդիրների հիմնական պատճառներից մեկը բարձր էներգակիրների գներն են։ Նրա խոսքով Բերլինը պետք է վերանայի բոլոր տարբերակները, ներառյալ Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության վերականգնումը։ 2026 թվականի հունիսի 5-ին քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը այլ անձանց հետ խմբի կազմում 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց հետ հանդիպումների եւ համագիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել են։ Հայաստանի սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով Հայաստանի իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, հայտնել են քննչական կոմիտեից։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, նիստը տեղի կունենա հակակոռուպցիոն դատարանում։ Արմեն Աշոտյանին կալանավորելու է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, նիստը մի քանի ժամից, կոնկրետ ժամի մասին կգրեմ ավելի ուշ, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հունգարիայի կառավարությունը ուրբաթ օրվանից կդադարեցնի աշխատանքային վիզաներ տրամադրել Ֆիլիպիններից, Վրաստանից եւ Հայաստանի ժամանած աշխատակիցներին, հայտարարել է կառավարության խոսնակը, այս քայլը անվանելով հյուրաշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլը։ Վարչապետ Պետեր Մագյարի տիսակուսակցությունը, որը ապրիլի 12-ին ընտրություններում հաղթանակ տարավ աջակողմյան առաջնորդ Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարմանը, հայտարարել է, որ հունիսից դադարեցնում է վիզաների տրամադրումը Եվրոպական միությունից դուրս աշխատողներին։ Ոչ ոք չի ցանկանում ԵԱՏՄ-ի կողմից որևէ կոնկրետ միջոցառում ձեռնարկել Հայաստանի դեմ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները։ Ես կարող եմ սա ասել պատասխանատու կերպով, քանի որ մենք հետևում ենք Հայաստանի ողջ իրավական շրջանակին, ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից ցանկացած շեղման համար եւ մենք նման շեղումներ չենք հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այո, նրանք հայտարարում են եվրոպական չափանիշներ ընդունելու ցանկության մասին, բայց ես ուզում եմ ասել, ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատ։ Շատ լավ բաներ կային եւ դեռ կան, ինչն է մեզ մտահոգում, նշել է Օվերչուկը։ Երկու բեռնատար նավեր Նատրան եւ Զիրկոնը Ազովի ծովում ենթարկվել են զանգվածային ԱԹՍ-ների հարձակման։ Նավերը դատարկ նավարկելիս են եղել Թուրքիայից դեպի Դոնի Ռոստովոտար երկրադրոշների ներքո։ Յուրաքանչյուր նավի վրա կիրառվել է 4 ԱԹՍ, ինչը հանգեցրել է ուժգին հարվածների։ Հարձակման հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի։ Տեղում իրականացվում են որոնողական եւ հետաքննական գործողություններ։ Տարածքը գտնվում է ուժեղացված վերահսկողության տակ։ Մեծ Բրիտանիան հրաժարվել է միանալ Կանադայի նախաձեռնած պաշտպանական բանկին, ծրագիրը կապված է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ֆինանսավորման ընդլայնման հետ։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել մոտ 1 միլիարդ ֆունտ ներդրմանը։ Նախագծի շուրջ շարունակում են քննարկումներ միջազգային ֆինանսական խոշոր կառույցների մասնակցությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Վերսալում կազմակերպել հատուկ ընթրիք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի համար։ Նպատակն է պահպանել ԱՄՆ-ի ներգրավվածությունը եվրոպական անվտանգության հարցերում։ Գաղափարը կապված է G7 գագաթնաժողովի շրջանակում քաղաքական ազդեցության մեծացման հետ։ Ելիսեյան պալատում քննարկվում է շքեղ ընդունելության ձևաչափը։ Ընթրիքի մանրամասները դեռ վերջնական չեն հաստատվել։ G7-ի օրակարգում սպասվում են սուր քննարկումներ։
Զելենսկու հնարավոր մասնակցությունը մեծյոտնյակին արդեն բնութագրվում է որպես լարված զարգացում։ Հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շարունակվում են մնալ սրված։ Սկզբում նա գագաթնաժողով չէր հրավիրվել, սակայն հետո որոշումը փոխվել է։ Դիվանագետները զգուշացնում են հնարավոր կոնֆլիկտային իրավիճակների մասին։ Գագաթնաժողովը կարող է դառնալ քաղաքական բարձր լարման հարթակ։ Եվրոպական երկրները փորձում են վերահսկել հնարավոր բախումները, անվտանգության հարցը դրված է հատուկ վերահսկողության տակ։ Կրեմլը գնահատել է Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը այս ամռանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, հավանականությունը մոտավորապես 50% է։ Նրա խոսքով հանդիպումը կամ կլինի, կամ չի լինի, առանց հավելյալ մանրամասների։ Այս թեման ակտիվ քննարկում է միջազգային քաղաքական հարթակներում։ Ուկրաինայի շուրջ զարգացումները շարունակում են ազդել հնարավոր հանդիպման օրակարգի վրա։ Դիվանագիտական շփումները դեռ չեն հասել վերջնական փուլին, կողմերը շարունակում են փոխադարձ ազդակներ փոխանցել։ Ուկրաինան մտահոգված է Ռուսաստանի հրթիռային արտադրության աճով։ Բլումբերգի տվյալներով Մոսկվան ընդլայնում է բալիստիկ հրթիռների հնարավորությունները։ Կիևը փորձում է լրացուցիչ Պատրիոտ համակարգերի աջակցություն ստանալ։ Եվրոպայում սպառազինության պաշարների նվազումը բարդացնում է իրավիճակը։ Գերմանիան դիտարկվում է որպես հիմնական հնարավոր մատակարարներից մեկը։ Ռազմական հավասարակշռությունը շարունակում է փոխվել, արևմտյան աջակցությունը դառնում է վճռորոշ գործոն։ Չեռնոգորիայի վարչապետը հայտարարել է Եվրամիությանը միանալու հնարավոր ժամկետի մասին։ Նրա խոսքով 2028 թվականը համարվում է իրատեսական նպատակ։ Երկիրը փորձում է արագացնել անդամակցության բոլոր բանակցային փուլերը։ Կառավարությունը նախատեսում է փակել մնացած գլուխները առաջիկա տարիներին, սակայն վերջնական որոշումը կախված է Եվրոպական միության անդամ պետություններից։ Բրյուսելը դեռ չի տվել վերջնական հաստատում։ Բանակցությունները շարունակվում են ինտենսիվ փուլում։ Գերմանիան ակտիվացում է Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների քննարկումները, հաղորդվում է, որ գործընթացում ներգրաված են նաև Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Եվրոպական երկրները փորձում են ձևավորել բանակցությունների ընդհանուր ձևաչափ։ Քննարկվում են Ուկրաինայի հարցով քաղաքական լուծումների տարբերակներ։ Վերլուծաբանները նշում են, մոտեցումը կարող է փոխել Եվրամիության դիրքավորումը, բանակցային օրակարգը դեռ ձևավորման փուլում է։ Եվրոպան փորձում է միասնական դիրքորոշում գտնել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին։ Անկարան փորձում է ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային միջնորդության մեջ։ Քննարկվել են էներգետիկ եւ անվտանգային կայունության հարցեր։ Թուրքիան ընդգծել է Հորմուզի նեղուցում ազատ նավարկության կարևորությունը։ Դիվանագիտական ջանքերը շարունակում են տարբեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Միջնորդական գործընթացը մտնում է նոր փուլ։ Կողմերը շարունակում են տեխնիկական քննարկումներ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կոչ արել սկսել բանակցություններ։ Նա դիմել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հարցով։ Ըստ նրա, հակամարտությունը հասել է բանակցային փուլ անցնելու անհրաժեշտության։ Եվրոպական երկրները պետք է ներգրավեն գործընթացում։ Նախարարը ընդգծել է քաղաքական լուծման հրատապությունը։ Բանակցային նախաձեռնությունը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել։ Դիվանագիտական ճնշումները շարունակվում են։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Արմատ մեդիա լրատվական գործակալությունում, առգրավել են խմբագիրների մոտաժողների համակարգիչները, կրիչները, ինչպես նաև լրագրողների հեռախոսները, թույլ չեն տվել, որպեսզի լրագրողներն իրենց գործընկերներին ներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ գործողություններ են իրականացրել նրանք։ Արմատ մեդիայի խմբագիր Աղավնի Սուքյասյանը ասել է, Արմատ մեդիա լրատվական գործակալություն ներխուժացները ներկայացել են որպես ազգային անվտանգության ծառայության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, սենյակ մտելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները։ Ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ փնտրում են հավաքներին մասնակցելու նյութապես շահագրգռելու բաներ, աշխատավարձերին վերաբերող տեղեկություն, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ, ասել է Աղավնի Սուքյասյանը։ Հայաստանի իշխանություններն ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց ցավոք կառավարում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը։ Նա նշել է, որ Մոլդովայի եւ Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես քաղաքականության հետևանքները։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ այս եւ նախկին խորհրդային այլ երկրների եւ Ռուսաստանի միջև դարավոր կապերի խզումը առաջին հերթին կվնասի նրանց բնակչությանը։ Ավանդական փոխշահավայր տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերը կխզվեն, ինչպես արդեն տեղի է ունենում Մոլդովայում, ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարգործնախարար Միխայել Գալուզինը հայտարարել է, Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի մերձեցմանը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով դա կուժեղացնի արդեն գոյություն ունեցող տնտեսական կապերը եվրասիական տարածքում։ Գալուզինը նշել է, Ադրբեջանը կկարողանա օգտվել ընդհանուր շուկայի առավելություններից։ Նա ընդգծել է նաև տրանսպորտի, ներդրումների եւ ծառայությունների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Ռուս պաշտոնյան հավելել է, կցանկանային տեսնել Ադրբեջանի նաև Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի շարքում։
Իրանը պահանջում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրից անմիջապես հետո, ապա սառեցվի իր սառեցված արտասահմանյան ակտիվների առնվազն 50%-ը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ Նրա խոսքով մնացած միջոցների փոխանցման ժամկետները կարող են դառնալ հետագա բանակցությունների առարկա։ Ղարիբաբադին ընդգծել է խոսքը Իրանի սեփական միջոցների մասին է, նա մեղադրել է ԱՄՆ-ին այդ ակտիվները ապօրինաբար սառեցնելու մեջ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով։ Նրա խոսքով Մոսկվան Կիևի կողմից նման պատրաստակամություն չի տեսնում։ Լավրովը նաև նշել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շարունակում է անընդունելի մնալ Ռուսաստանի համար։ Նա պնդել է եվրոպական երկրները ավելի հեշտ են պատկերացնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում, քան Եվրամիությունում։ Նախարարի խոսքով այդ հարցում դեռևս առաջընթաց չի նկատվում։ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչի եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը եւ անվտանգության հարցերը։ Արաղչին ներկայացրել է Իրանի շուրջ ընթացող բանակցությունների եւ վերջին զարգացումների մանրամասները։ Բայրամովը կարևորել է դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային կայունության պահպանման համար։ Կողմերը անդրադարձել են նաեւ ընթացիկ քաղաքական գործընթացներին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանը որևէ պատճառ չունի պայքարելու Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի դեմ։ Նրա խոսքով նման պնդումները անհեթեթություն են։ Պուտինը դրանք անվանել է նաև դիտավորյալ սադրանք։ Նա ընդգծել է Մոսկվան շահագրգռված չէ նման հակամարտությամբ։ ՌԴ նախագահի խոսքով նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Նա առաջարկել է դադարեցնել հակամարտությունը եւ անցնել բանակցությունների։ Զելենսկին առաջարկել է հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Նրա խոսքով բանակցություններին պետք է նախորդի լիակատար հրադադարը։ Ուկրաինայի առաջնորդը կողմ է արտահայտվել քաղաքական կարգավորմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է Զելենսկու նամակը փոխանցվելու է Պուտինին։ Նա նշել է Կրեմլը ծանոթացել է դրա բովանդակությանը։ Պեսկովի խոսքով, եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա։ Նա հավելել է հարցը կքննարկվի համապատասխան մակարդակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է լավ կլինի, եթե Պուտինն ու Զելենսկին հանդիպեն։ Նա նշել է կողմերը պետք է գնան փոխադարձ զիջումների։ Թրամփի խոսքով դա կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Նա դրական է գնահատել ուղիղ շփումների հնարավորությունը։ Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել նման հանդիպումը կկայանա։ Լիբանանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դիբին քաղաքը, այնտեղից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։ Զինվորականները սկսել են ականազերծման եւ տարածքի անվտանգության ապահովման աշխատանքները։ Գործողությունը կապված է Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Լիբանանյան կողմը պարտավորվել է պահպանել անվտանգությունը տարածաշրջանում։ Դիբինը ռազմավարական կարևոր դիրք ունի հարավային Լիբանանում։ Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի ընթացքում։ Նրա խոսքով Վաշինգտոնը դիմել է դաշնակիցներին աջակցություն ստանալու համար, սակայն ինչպես նշել է Թրամփը, նրանք հրաժարվել են մասնակցել։ ԱՄՆ նախագահը ընդգծել է նման որոշումը սխալ էր։ Նոր հարցման արդյունքները ցույց են տվել Իսրայելի հյուսիսային շրջանում վարչապետ Բենյամին Նեթանյահուի աջակցությունը զգալիորեն նվազում է։ Հենց այս շրջաններն են ամենաշատը տուժել Հեզբոլլահի հրթիռային հարձակումներից եւ բնակիչները դժգոհ են կառավարության գործողություններից։ Հարցման համաձայն Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունը հյուսիսում աջակցություն է կորցնում ավելի արագ, քան երկրի մյուս հատվածներում։ Լիբանանի հետ հրադադարի համաձայնությունը դեռևս չի բավարարում շատ ընտրողների սպասումները։ Վահարավոտից իրավապահ մարմիններն անցել են ձերբակալությունների։ Ձերբակալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի գործը կապված է 2009-ից 2016 թվականներին ընկած ժամանակահատվածի հետ, երբ նա եղել է կրթության եւ գիտության նախարար։ Գործը վերաբերում է իբրև թե ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման գործին։ Նույն գործով ձերբակալման որոշում է կայացվել նաեւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Կասպարյանի եւ նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Երևան Մոլ առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։ Երեք ձերբակալվել է նաեւ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արմա Սահակյանը ենթադրաբար ընտրակաշարք տալ կամ ստանալու մեղադրանքով։ Այսօր արդեն հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա կալանավորվել է 2 ամսով։
Արարատցեմենտ ընկերության գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով դատախազությունը Պետշահերի հայց է ներկայացրել դատարան։ Այս մասից հայտնել են դատախազությունից օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան կառավարության վերոնշյալ որոշումն առողջին շանաչելու եւ հետևանքները վերացնելու պահանջով։ Հայցի հիմքում ի թիվս այլ հայտնաբերված խախտումների ներառվել են մասնավորապես գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ։ Մայիսի 29-ին քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021 թվականից մինչև 2023 թվականի ընթացքում դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին։ Պարզվել է, որ նա հարվածել է 10-ամյա աշակերտների մեջքին, գլխին, ձեռքերին քաշքշել հագուստներից, ասեղով ծակծկել է երեխաների մատները, քաշել է երեխաների մազերը, քաշել ու ձգել է երեխաների ականջները։ Ուկրաինայի նախագահ գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կոշտ արձագանք է տվել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին խորհուրդ տալով խուսափել հրապարակային հայտարարություններից։ Պոդոլյակը հեգնական ձևով նշել է, եթե Լուկաշենկոն ցանկանում է պահպանել կայունությունը, ապա ավելի նպատակահարմար կլինի զերծ մնալ նման հայտարարություններից։ Նրա մեկնաբանությունը հնչել է Բելարուսի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հայտարարությունների ֆոնին։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մեկ պայմանով։ Նրա խոսքով Ուկրաինան պետք է դադարեցնի հունգարական փոքրամասնության իրավունքների խախտումները։ Մադյարը հիշեցրել է, մոտ 100,000 հունգարացիներ Ուկրաինայում տարիներ շարունակ զրկված են մի շարք հիմնարար իրավունքներից։ Նա նշել է, այդ հարցի լուծումից հետո պատրաստ կլինի հանդիպել Զելենսկու հետ։ Հնարավոր հանդիպման վայր է առաջարկվել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Պերեգովե քաղաքը։ Ամերիկացի ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիթերը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունները Բելարուսի վերաբերյալ։ Նրա կարծիքով դրան կարող են ուղղված լինել Մինսկի եւ Վաշինգտոնի միջև հնարավոր շփումները բարդացնելուն։ Ռիթերը նշել է, Դոնալդ Թրամփը դրական վերաբերմունք ունի Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։ Նա ենթադրել է, հենց այդ պատճառով են հնչում նման հայտարարություններ։ Վերլուծաբանը նաև ընդգծել է, հրապարակային մեղադրանքները չեն ուղեկցվել հրապարակային ապացույցներով։ ԻՀՊԿ-ի խոդս ուժերի հրամանատար Իսմայել Քահանին հայտարարել է, Իսրայելը պետք է նահանջի նախկինում զբաղեցրած դիրքերից։ Նրա խոսքով դա դիմակայության ուժերի նվազագույն պահանջն է։ Վերջինս նշել է, խոսքը վերաբերում է այն դիրքերին, որոնք զբաղեցվել էին պատերազմի մեկնարկից առաջ։ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, Ուկրաինան ի վիճակի է խոցել Բելարուսի տարածքում գտնվող կարևոր օբյեկտները։ Նա նշել է, անհրաժեշտության դեպքում այդ օբյեկտները կարող են ոչնչացվել։ Պոդոլյակը նաև անձնական զգուշացում է հղել Ալեքսանդր Լուկաշենկոին։ Նրա հայտարարությունները քննադատության են արժանացել նույնիսկ Ուկրաինայի ներսում։ Վերջին շաբաթներին Ուկրաինան ուժեղացրել է ռազմական ներկայությունը Բելարուսի հետ սահմանին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները չեն վերացվի։ Նրա խոսքով հնարավոր է միայն որոշ սահմանափակումների մեղմացում։ Ռուբիոն նշել է, դրա դիմաց Թեհրանը պետք է հրաժարվի բարձր հարստացված ուրանից եւ սահմանափակի իր ծրագիրը։ Նա նաև անդրադարձել է ծովային շրջափակման վերացման հնարավորությանը։ Պետքարտուղարի խոսքով բանակցությունները պետք է հանգեցնեն երկարաժամկետ համաձայնության։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Զապորոժիեի մարզի Կոսմոմոլսկոյե գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության գործողությանը մասնակցել են Արևելք զորախմբի ստորաբաժանումները։ Ռուսական կողմը նաև հայտնել է ուկրաինական տեխնիկա եւ տրանսպորտային միջոցների կորուստների մասին։ Միաժամանակ հաղորդվել է հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Ըստ պաշտոնական տվյալների, հարվածների թիրախ են դարձել Ռուսաստանի տարբեր շրջաններ։ Բլումբերգի տվյալներով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է բանակցել Ֆրիդրիխ Մերցի եւ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների կազմակերպումը։ Աղբյուրների համաձայն այս հարցը արդեն քննարկվել է նաեւ Ուկրաինայի հետ։ Եվրոպական երկրները մտահոգված են հակամարտության հետագա սրմամբ։ Նրանք փորձում են ակտիվացնել դիվանագիտական շփումները մինչեւ ձմեռային շրջանը։ Ռազմական քրոնիկա ալիքի տվյալներով S-102B Քորփն հետախուզական ինքնաթիռը գործել է Սանկտ Պետերբուրգի շրջակայքում։ Թռիչքը կատարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Աղբյուրի գնահատմամբ նպատակն էր ուսումնասիրել արձանագրված ռազմական ակտիվությունը, նշվում է, սարքավորումները կարող են ֆիքսել հակաօդային պաշտպանության աշխատանքի տեխնիկական տվյալները։ Մայիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Էրիկ Հ-ն եւ հայտնել, որ ժամը 15:30-ի սահմաններում Թոթովենց փողոցի թիվ 12 շենքի բակում ոմն Արտակը եւ Գենան իրենց ընկերների հետ տարբեր ավտոմեքենաներով շրջափակել են իր կողմից վարած Հոնգ-Կի մակնիշի ավտոմեքենան, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ իր հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, փորձել իրեն դուրս հանել ավտոմեքենայից ձեռքերով եւ ոտքերով
մեքենայով, հարվածել են ավտոմեքենային եւ ինքը դիմել է փախուստի իր ավտոմեքենայով հարվածելով արգելափակված ավտոմեքենաներին։ Պարզվել է, որ ոմն արտակը հանդիսանում է 30-ամյա Արտակ Անիս, Գենան Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գենի Խսն ու վերջիններիս հետ եղել են Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Անիր վարած Հոնգկի Մակնիշի ավտոմեքենայով, Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Չն իր վարած Մերսեդես Մակնիշի ավտոմեքենայով եւ Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լորիկ Բն իր վարած Տոյոտա Մակնիշի ավտոմեքենայով։ Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ռուսաստանը հայտարարել է ՆԱՏՕ-ն փորձում է աստիճանաբար իր ազդեցության տակ վերցնել Սերբիան։ Պատճառը դարձել են Սերբիայում անցկացվող Platinum Wolf համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, դաշինքը փորձում է օձի նման սեղմել Բելգրադին եւ հեռացնել Մոսկվայից։ Սերբական կողմը սակայն ընդգծել է զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև համագործակցության եւ փորձի փոխանակման զարգացումն է։ Պեկինը կոշտ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին կապված Տյանանմենի հրապարակում տեղի ունեցած 1989 թվականի իրադարձությունների 37-րդ տարելիցի հետ։ Ռուբիոն հայտարարել էր Չինաստանի գրաքննությունը չի կարող ջնջել ռազմական ճնշման զոհերի հիշատակը։ Չինաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Վաշինգտոնին պատմական փաստերը խեղաթյուրելու եւ երկրի քաղաքական համակարգը վարկաբեկելու մեջ։ Միաժամանակ Թայվանի նախագահ Լայ Ցինտեն կոչել Չինաստանին ընդունել պատմական իրականությունը եւ գնալ հաշտեցման ճանապարհով։ Ռուսական կողմի տվյալներով ուկրաինական հարվածների հետևանքով Ղրիմում զոհվել է առնվազն 4 մարդ։ Սիմֆերոպոլում հարված է հասցվել ոչ բնակելի հատվածը, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ եւ վիրավորվել 7-ը։ Ավելի ուշ հաղորդվել են նաեւ անօթաչու թռչող սարքը հարվածել է ուղևորատար գնացքի, ինչի հետևանքով եւս 1 մարդ զոհվել է։ Սևաստոպոլում հակաօդային պաշտպանության համակարգերն ըստ պաշտոնական տվյալների խոցել են ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ-ներ։ Ուկրաինական կողմը հրապարակման պահին պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։ Չնայած Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի համաձայնությանը Իսրայելը հայտարարել է շարունակելու է հարվածներ հասնել Լիբանանի տարածքում։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, բանակը դեռ չի պատրաստվում հեռանալ երկրի հարավային շրջաններից։ Լիբանանի անվտանգության աղբյուրների տվյալներով հրադադարից հետո եւս արձանագրվել են նոր հարձակումներ, այդ թվում անօթաչու սարքերի կիրառմամբ։ Իսրայելի բանակը հայտարարել է, շարունակում է թիրախավորել Հեզբոլահի ենթակառուցվածքները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թիրախային պայքար է իրականացնում ավտոմեքենաներից կատարվող գողությունների եւ շորտման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու դրանց դեմ արդյունավետ հակազդման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի հերթական արդյունքը Շենգավիթի համայնքային ոստիկաններն արձանագրել են մայիսի 22-ի գիշերը։ Ժամը 4:40-ին Մայրաքաղաքի Եղբայրության փողոցի մոտ գողության եւ շորտման փորձ կատարելու կասկածանքով նրանք ձերբակալել են Արինբերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու, ըստ իրավապահների հիմնավոր տեղեկությունների նա եւ 17-ամյա մեկ այլ պատանի Մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում տասնյակ մեքենաներից կատարել էին գողություն եւ շորթում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչների եւ ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում հիմնավորվել է նրանց կողմից կատարված շորթման 20 դեպք։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 6-ին առավելապես կեսօրից հետո 5-ին եւ 7-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևանում հունիսի 5-ից 6-ին, 7-ից 9-ին գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։